տեսեք, առանց բիտումի նորմալ տարածումով, առանց փոշի զրկման ասֆալտ են փռում, հեսա հողի վրա, ասենց բիտումը ասենց բերել լցել են, այսինքն սա քարշի նորմերի խախտում է, նման ասֆալտը երկար չի ծառայի, հեսա փոշու վրա, հողու վրա, առանց փոշի զրկման ասֆալտ են անում, հեսա Տղեկ, մի հատ հարց, հիմա այս ասֆալտը խեք առանց բիտումի ու հողի վրա փռում։ Տղեկ, սա պատասխանատուն ով է։ Հովն ստեյա։ Հովն դու ես ընկեր։ Հովանես ջան, ինչ կարաս ասես, խեք աշխատանքներ իրականացնում առանց փոշի զրկման, հողի վրա ու առանց նորմալ բիտումի տարածումի։ Զրկվածը պրոստը այսօր են կտրել, մենք որ լցում ենք, մեր որ լցում ենք, այսօր են կտրել։ Հա, բայց հիմա հենա, փոշի զրկվածը ոնց է փոշի զրկված, էսի ավազ է, էսի։ Որ լցած է հիմա, որ չենք իմացել։ Հա, բայց մնացած տեղերը, հա, բայց հիմա այսպես ասֆալտ պիտի չանել, չէ։ Որ դուք ասենք եթե մենք դրա համար ասենք աշխատելու նպատակով նոր ենք այդպեսի։ Հա, բայց չեք տեսնում ինչի վրա եք լցում։ Այսինքն ակնհայտ է, եթե ես հիմա չնկարել, սենց ասֆալտը փռելու է։ Իսկ բիտումը, բա բիտումը ուր է։ Չէ, նորմերով ամբողջ հատակը պիտի բիտում ապատելներ, այլ ոչ թե սենց գծերով։ Լևշին ընկերությունն է այսօր։ Հա։ Բախի բիտում առաջ չի։ Չէ, չայնիկով չի, ընկեր ջան, պիտի ամբողջովին տակը փոշի զրկված լինի, 1/2 մետրին նախատեսված ամբողջ 6 լիտր բիտում ու ամբողջ հատակը պիտի բիտումապատ լինի։ Իսկ հիմա հողի վրա դուք թքել կպցնելով սենց ասած ասֆալտ եք անում։